Ողջույն, Ռեալ Պոլիտիկն է եթերում եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Անուշ Սեթրակյանին։ Բարև ձեզ Անուշ։ Նախընտրական տարին արդեն իր լիազորությունների մեջ է, պետք է գնահատել գնալով ավելի ու ավելի թեժանում են զարգացումները եւ իհարկե չենք կարող նկատի չառնել ազատ դեմոկրատների գործունեությունը եւ հնարավոր ուրեմն այսպես շարժումները քաղաքական դաշտում։ Այ տեսակետ կա, որ ազատ դեմոկրատները Հայաստանում այսպես ազատական ընդգծված պրոարևմտյան քաղաքական ուժն է միակ, որը չի թաքցնում իր նաև այսպես քաղաքական ծրագրերը եւ քաղաքական հավակնությունները եւ նաև վեկտորը զարգացման, հա, իր տեսլականը մեր երկրի եւ ընդհանրապես զարգացման ուղղության իմաստով, ինչ կասեք այս մասին։ Շատ երկար ժամանակ այնպեսի միտում է եղել, որ պրոարևմտյան, արևմտական ուժերը դրանք որպես կանոն, որովհետև Հայաստանի ընդհանուր քաղաքական դաշտը միտված էր այն ուղղությամբ, որ պրոարևմտյան ուժերը ղեկավարվում են այսպես ասած դրսից, իսկ պրոռուսական ուժերը այսպես ասած ներսից, որովհետև մենք միշտ գնահատել ենք Ռուսաստանի գործոնը իբրև ներսի հայկական մենտալիտետի, հայկական էության անբաժանելի գործոն։ Բայց իրականում եկեք չդնենք գերակայություններ, այսինքն գերակայությունները ճշգրիտ դնենք, արևմտյան այդ պատճառով ազատական, թե ազատական այդ պատճառով արևմտյան։ Եվ ես գտնում եմ, որ երկրորդ տարբերակը շատ ավելի ճիշտ է եւ շատ ավելի նախընտրելի, որովհետեւ գաղափարական ֆունդամենտից է բխում նաև կողմնորոշումը եւ քանի որ ազատականությունը, քաղաքակրթությունը, քաղաքացիական արժեքները վերջի վերջո արևմուտքի գերակայությունն է եւ արևմուտքի պրերոգատիվն են, այդտեղից էլ ձևավորվում է այդ պրոարևմտական վեկտորը, որովհետեւ այդ վեկտորը ավելի շատ կողմնորոշում է արժեքների վրա, այդ արդարության, մարդու իրավունքների պահպանության, ժողովրդավարության, այդ հիմնարար արժեքները միշտ եղել են արևմուտքի ուշադրության կենտրոնում, արևմուտքն է սնել եւ փայփայել այդ արժեքները, ինքը ապրել այդ արժեքներով եւ բնականաբար այդ արժեքների որդեգրումը ուզած-չուզած կապում են արևմտյան կողմնորոշման հետ, բայց կարող եմ ասել, որ գերական մեզ համար արժեքներն են։ Փաստորեն կուսակցությունը պետք է ասենք, որ այո, ունի եւ չի թաքցնում իր նախապատվությունը տալիս է։ Ունի, այո, ունի եւ չի թաքցնում իր նախապատվությունը ազատական լինելու։ Այ տեսակետ կա նաև, որ դուք եւ ձեր կուսակցությունը այսպես ինտենսիվ շփումների մեջ եք Միացյալ Նահանգների դեսպանի հետ, դեսպանատան հետ եւ ծրագրերը ձեր այս կամ այն կերպ այսպես ծրագրվում եւ նախանշվում են դեսպանատանը եւ ինչու՞ չէ նաև նշվում է, որ դուք ֆինանսավորվում եք Միացյալ Նահանգների։ Բոլոր բաները կարող են շատ նշվել եւ ասվել, բայց ես կուզենայի էլի շարժվենք տրամաբանական ուղով եւ ես հարց տամ։ Քանի քաղաքական ուժ, հա, եւ հրապարակում, եւ տարբեր այսպես գործառույթներում հայտ են ներկայացրել, որ այսպես ղեկավարվեն արևմտյան վեկտորի կողմից, բայց երբևէ այդ ղեկավարությունը, որովհետեւ ընդհանուր ամերիկյան գործառույթի, իսկ ես եւ նահանգներում սովորել եմ եւ բավականաչափ ուսումնասիրել եմ այդ գործառույթը, դեսպանները եւ քաղաքական այլ ներկայացուցիչներն են հանդիպում են բոլոր քաղաքական ուժերի հետ, սակայն եթե պետք է մամուլի ուշադրությունը կենտրոնացնել կամ հասարակության ուշադրությունը կենտրոնացնել մեկ ուժի վրա, դա հաջողությամբ իրականացվում է։ Իրականում Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ռուսաստանը, ինչպես նաև Եվրոպան, բոլորն էլ հետաքրքրված են Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում զարգացումներով եւ նրանց հետաքրքրում է թե ինչով են ապրում, շնչում քաղաքական ուժերը, որոնք են նրանց նախընտրած պլատֆորմները, որոնք են նրանց նախընտրած մարտավարությունը եւ ռազմավարությունը եւ ես չեմ կարծում, որ հանդիպումներն ավելի հաճախ են, քան մյուս քաղաքական ուժերի հանդիպումները, հավասարազոր ամեն ինչը գնում է, ինչպես գիտենք, բոլոր խոշոր այսպես գերտերությունները միշտ պահել են պարիտետի սկզբունքը, միշտ պահել են հավասարության սկզբունքը եւ դա իրականում ճիշտ է, որովհետեւ ոչ մի քաղաքացի արտոնյալ չէ, ինչպես նաեւ որևէ քաղաքական ուժ արտոնյալ չէ։ Շատ լավ, ինչպես եք վերաբերում ընդհանրապես նախընտրական դաշինքներին։ Նախընտրական դաշինքներին վերաբերվում եմ
զգուշությամբ ես ասեմ եւ միևնույն ժամանակ ուզում եմ որ Հայաստանում վերջապես սկսեն ձևավորվել քաղաքական գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական դաշինքներ որտեղ այսօր մենք ունեցել ենք ասենք կոալիցիոն դաշինք որը շատ ամուր եւ կայուն է եղել, բայց երբևէ չի միավորվել գաղափարական որևէ տեսակետի շուրջը, որտեղ իշխանությունը չի կարելի համարել գաղափարական պլատֆորմ։ Իշխանությունը դա գործառույթ է եւ մեր բոլոր այս կուսակցությունները միավորվել են հենց գործառույթի շուրջ։ Հիմա այլ ընդդիմությունը հնարավորությունի միավորվելու մեկ այլ ավելի ազնիվ գործառույթի շուրջ, այն է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, դա մեխանիզմների դաշինքներ են դարձյալ։ Բայց եթե հնարավոր կլինի Հայաստանում վերջապես հաստատել քաղաքական ուժերի գաղափարական դաշինք, երբ որ մարդիկ հետևեն ընդհանուր քաղաքական սկզբունքներին, ընդհանուր քաղաքական նպատակներին, չմանրացնելով քաղաքական դաշտը եւ հետապնդելով ազնիվ նպատակներ, ես այդ քաղաքական դաշինքներին վերաբերվում եմ այսպես մեծագույն ակնածանքով եւ հույս ունեմ, որ հերու չի այն պահը, երբ որ Հայաստանում վերջապես կսկսեն ձևավորվել ոչ թե շահերի, ոչ թե ամիջական շահերի եւ բիզնես գործառույթների դաշինքներ, այլ լուրջ գաղափարական դաշինքներ, որտեղ ամեն մեկը ջանադրաբար կանի իր գործը։ Այ օրինակ դուք շփումների մեջ եք Ժառանգություն կուսակցության հետ, այ կա այնտեղ գաղափարական ընդհանրություն կարծում եք։ Մենք կարծում ենք, որ կա գաղափարական ընդհանրություն, որովհետև դե Ժառանգության համատությամբ մենք համատաբար ավելի երիտասարդ կուսակցություն ենք եւ մենք տեսնում ենք, թե ինչպիսի պրակտիկա է ժողովրդավարական իրականացնում Ժառանգությունը հենց կոնկրետ մարդու իրավունքների իրականացման հենց դա մարդու իրավունքները, մարդու պաշտպանությունը, կյանք, չէ՞, կյանք, ազատություն, սեփականություն։ Այս երեք կոմպոնենտներից է բաղկացած լիբերալ մարդը, ազատական մարդը։ Ժառանգությունը շփումների մեջ է նաև հայ հեղափոխական դաշնակցության հետ եւ նախորդին Արտուշ Շահբազյանը մեր կայքեջին տվել էր հարցազրույց եւ չէր բացառել, որ դաշնակցությունը կարող է Ժառանգության հետ գնալ ընտրություններին։ Հետաքրքիր է, ազատական Ժառանգությունը սոցիալիստական դաշնակցության հետ կարող է գնալ ընտրությունների եւ դուք չեք բացառում օրինակ Ժառանգության հետ միասնաբար ընտրությունների գնալու։ Քաղաքական ուժ ինքն է իզորու եւ ինքն է նաև պարտավոր որոշել իր գործունեության հետագա վեկտորը, սակայն շփումները մանավանդ նախընտրական տարում շատ նորմալ են եւ հնարավոր չէ որ քաղաքական կուսակցությունները սկսեն սահմանափակել իրենց շփումները, բայց թե այդ շփումները կվերածվեն դաշինքների թե ոչ, դա արդեն այլ խնդիր է եւ ես էլ եմ ասում, ես հարգանքով եմ վերաբերվում քաղաքական դաշինքի հնարավորությանը, բայց ես չեմ ասում, որ այդ հնարավորությունը այդքան հեշտ իրականացվող գործընթաց է։ Այ Հայաստանում մենք ունենք մի վիճակ, երբ նաև տարբեր քաղաքագետների վերլուծությամբ այս ընտրությունները առանձնահատուկ նշանակություն են ստացել հատկապես արտաքին աշխարհի համար եւ նշվում է, որ հենց այս ընտրություններում արտաքին աշխարհի ազդեցությունը բավական մեծ է լինելու եւ որոշող է լինելու։ Այ դուք ինչպես եք գնահատում ընդհանրապես այսպիսի վերլուծություններին եւ ինչպես եք վերաբերում ընդհանրապես արտաքին ուժերի ներկայությանը մեր քաղաքական կյանքում։ Դե գիտեք, ես ինքս նաև վերլուծաբան եմ եւ թույլ տվեք այստեղ մի փոքր ուղղակի պրոֆեսիոնալ էքսկուրս անեմ եւ ասեմ ձեզ, որ աշխարհում ընդհանուր գլոբալ աշխարհաքաղաքական քարտեզում տեղի ունենում աննախադեպ փոփոխություններ։ Բռնապետությունները անկում են ապրում ուղղակի ժամ առ ժամ։ Նույնիսկ Ռուսաստանը, որը թվում էր այսպես կայուն կիսա ավտորիտար երկիր էր իր կայուն համակարգով, Ռուսաստանն է ցնցումների մեջ եւ դա նշանակում է, որ քաղաքականության մեջ բացահայտորեն գալիս է նոր էրա։ Եվ այդ էրան միտված է իհարկե դեպի դրական ուղղություն, որովհետեւ ոչ բռնապետություններին, ասել ոչ ավտորիտար համակարգերին, ասել ոչ թափանցիկ ստրուկտուրաներին, դա իհարկե քաղաքականության գերակայությունն է, դա քաղաքականության հիմնական գործն է։ Եվ եթե մենք կարողանանք ողջ համաշխարհային քաղաքականության մասնակցությամբ կարողանանք վերջապես մեր երկրում գեթ մեկ անգամ ապահովել արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ,
դրանից արմատապես կփոխվի երկրի ճակատագիրը, որովհետև մեր երկրի դիվանագիտական անհաջողությունները, հա, ինչ որ որոշակի փուլում, մեր երկրի տնտեսական անհաջողությունները եւ մեր երկրի ընդհանուր աշխարհաքաղաքական քարտեզում ստաբիլ տեղ չունենալը, բոլորը պայմանավորված են նրանով, որ մենք ներսում չենք կարողանում ապահովել այն համակարգը, որտեղ հանրությունը, մեր հասարակությունը կկարողանա զգալ իրեն կոմֆորտով, կկարողանա զգալ իրեն պաշտպանված։ Եվ ահա բոլոր, ես ասում եմ, անխտիր բոլոր քաղաքական ուժերի գերխնդիրն է այլևս անհատական, անձնական, մանր քաղաքական ամբիցիաներից մի քիչ գլոբալ լայնացնել հորիզոնը։ Ինչ եք կարծում, Հայաստանի իշխանությունը ընդունակ է ընդհանրապես ժողովրդավար ընտրություններ անցկացնել, այլ վերջին քայլերը, որոնք տեղի են ունենում, հատկապես պաշտոնանկությունները, որոնք որ միտված են, օրինակ նախընտրական շտաբերը ավելի ուժեղացնելու, չգիտեմ, շտաբի տեղակալներ են արդեն նշանակվում, այսպես նաև զգում ենք, որ վարչական ռեսուրսը ավելի նվազ չափով չի օգտագործվելու նախորդ ընտրությունների համեմատությամբ։ Այ մենք ինչ կարող ենք այս պահին, այս ստարտափային իրավիճակը գնահատելիս, կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունը ընդունակ է պարտվել եւ օրինակ իշխող կուսակցություններն էլ կարող են նաեւ ընդունել իրենց համար փոքրամասնություն լինել, ընդդիմություն լինել Հայաստանի քաղաքական ներկայացում։ Գիտեք, Հայաստանի իշխանությունը ասել է շատ մի քիչ լայնատարածք գաղափար է, որովհետև մենք սովոր ենք իշխանությունը ասոցիացնել կոալիցիայի հետ, հիմա տեսնում ենք, որ հաջողությամբ այդ կոալիցիան մասնատվում է, ուրեմն ինքնին մասնատվում է նաև իշխանության գաղափարը։ Եվ երբ որ մենք խոսում ենք պաշտոնանկությունների մասին, ես կարծում եմ, որ անձերի եւ համակարգերի իրար, այսպես ինչպես անգլիացիք ասում են replacement, հա, մենք որպես կանոն համակարգը, այո, փոխակերպումը, մենք որպես համակարգը, որպես կանոն սովոր ենք ընկալել իբրև անձ, բայց ասենք ազգային ժողովի նախագահի անձը դա օրենսդրական համակարգ չէ եւ մենք վերջապես պետք է դրա հետ հաշտվենք եւ հասկանանք, որ ասենք անձերի փոփոխությամբ համակարգեր չեն փոխվում։ Ինչ վերաբերվում է ընդունակությանը, ես կարծում եմ, որ կա նաեւ ճարահատյալության գործոն այդ ամենում, որովհետև գալիս է տնտեսական սնանկացման այնպիսի պահ, քաղաքական ռեսուրսի սպառման այնպիսի պահ, որ իշխանությունը միգուցե ի վիճակի չէ, ընդունակ չէ, բայց ուղղակի ստիպված է։ Դուք կարծում եք մենք այդ վիճակում ենք։ Ես կարծում եմ, որ Հայաստանը այդ վիճակում է, որովհետև եթե մենք նայենք մեր տնտեսական եւ սոցիալական իրավիճակին, եթե մենք տայենք մեր արտագաղթի տեմպերին, եթե մենք նայենք այնուամենայնիվ հանրության աչքում Հայաստանի ձևավորված իմիջին, ապա իշխանությունները վերջապես հասկացել են, որ պետք է շտապ այդ բոլոր կոմպոնենտներով քայլել։ Դուք կարծում եք, որ իշխանությունը եթե թույլ տա արդար ընտրություններ կամ մասնակի ազատ արդար ընտրություններ, ես ավելի հակված եմ երկրորդի կողմը։ Եվ կլինեն այնպիսի ընտրություններ, որի արդյունքում օրինակ ընդդիմադիր դաշտը ծածկող քաղաքական ուժերը կարող են մեծամասնություն կազմել։ Այստեղ մեծանում է ընդդիմադիր դաշտի համաչափ, պլանաչափ եւ համապատասխանեցված գործողությունների կարևորությունը։ Ընդդիմությունը ընդունակ է այդ ճակատով հանդես գալ։ Ինչպես իշխանությունը պարտավոր է կազմակերպել գոնե մասնակի ազատ ընտրություններ, որպեսզի մենք չունենանք մեր երկրի իմիջի վերջնական կործանում, այնպես էլ ընդդիմությունը պարտավոր է պաշտպանել իրավունքը։ Ինչ արած, մենք ապրում ենք այնպիսի երկրում, եթե քաղաքակիրթ երկրներում պետությունը եւ հասարակությունը գարանտ են ազատ արդար թափանցիկ ընտրությունների անցկացման, ապա մեր երկրում նման գարանտ կարող են հանդիսանալ միայն քաղաքական ուժերը։ Եվ ես կարծում եմ, որ ընդդիմադիր կամ գոնե ընդդիմադիր իրենց հռչակած բոլոր քաղաքական ուժերի այժմյան առաքելությունը դա ընտրությունների որակը ապահովելն է, դա միավորվելն է գոնե ընտրական մեխանիզմների շուրջը, այսինքն իրար չխանգարելը եւ ոչ միայն իրար չխանգարելը, այլև վերահսկողություն իրականացնել, այլև համակարգված գործողություններ իրականացնել։ Մենք ընդդիմադիր օրինակ ընտրական օրենսգրքի այ համամասնական 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու այդ առաջարկի կողմ եք եղավ այդ համաձայնությունը եւ կարծես թե դա այն ճակատն էր առաջին այն հնարավորությունը, որտեղ ընդդիմությունը գնահատում ենք իբրև հաջողություն, որովհետեւ գաղափարի շուրջը միավորվելը դա ամենաարդյունավետ միավորման Եվ ինչ եք կարծում, առաջիկայում ինչ քայլ պետք է արվի, որպեսզի այսպիսի նաև ներդաշնակ ուրեմն պետք է ցուցակների թափանցիկության շուրջը էլի համատեղ հայտարարություն
անել, պետք է նաև սահմանել իրոք վերահսկողություն, տեխնիկական վերահսկողություն։ Չեք կարծում, որ այդ հայտարարություններին պետք է հետևեն նաև կոնկրետ հանդիպումներ, կոնկրետ շփումներ եւ ժողովուրդը պետք է տեսնի, որ այս ուժերը թեև ոչ միասնական, ուրեմն այսպես ֆլանգով են հանդես գալիս, բայց նրանք ընդունակ են հանուն Հայաստանի շահի, հանուն Հայաստանի ժողովրդի բարօրության, ապահովել ընտրական, ուրեմն Ես կարող եմ խոսել միայն մեր կուսակցության համար, որովհետեւ մեր կուսակցության անունից մենք պատրաստ ենք եւ նախաձեռնել նման շփումները եւ միանալ նման շփումներին, որովհետեւ մենք կարծում ենք, որ իրոք ոչ միայն ընտրությունները դա ընդհանրապես մարտավարական նպատակ է, ապա այն երկիրը, որտեղ մենք ապրում ենք, այն երկիրը, որ մենք փորձում ենք միասին կայացնել, արժանի է նրան, որ մենք մի կողմ դնենք, այսպես բոլոր անձնական եւ անձնական ամբիցիաները, որտեղ քաղաքական ամբիցիան մի քիչ ավելի լայն բան է։ Մենք սովոր ենք քաղաքական ամբիցիան նսեմ ասել, քաղաքական ամբիցիան դա ընդհանրապես լավ երևույթ է եւ համագործակցել իրոք հանուն այդ նպատակի իրականացման եւ հանուն Հայաստանի ժողովրդավարական Հայաստանի հաստատման։ Արտաքին աշխարհի ներկայացվածության չափաբաժինը Հայաստանում դուք ինչպես եք գնահատում եւ կարծում եք, որ արևմուտքը օրինակ Հայաստանում ստարժանվույն ներկայացված է իր շահերի տեսանկյունից։ Գիտեք, արևմուտքը ունի այնպիսի մշակութային էքսպանսիա, որ ինքը չփորձի էլ որևէ ձևով ներկայանալ, եթե բոլորը գնում են եւ խմում են Coca-Cola, արևմուտքը արդեն Հայաստանում ներկայացված է թեկուզ մշակութորեն, դա իբրև կատակ, իսկ ես ասեմ, որ ինչ ասել է արևմուտքի ներկայացվածություն, արևմուտքի ներկայացվածություն դա նշանակում է շահերի ներկայացվածություն եւ բան կա, շահերի ներկայացվածություն գլոբալ աշխարհակահաղական շահերը շատ ավելի նուրբ բան են, որովհետեւ մենք տեսնում ենք, որ աշխարհակահաղական թատերաբեմում մի երկիր, որ ստագնացիայի մեջ էր եւ որի անունը չէր հիշվում, հանկարծակի դառնում է համաշխարհային վեկտորների կիզակետ եւ ասենք արևմտյան, երբ որ դու բացում ես ամերիկյան մամուլը, ապա առաջին երկրները, որ այդ բոլոր այդ վերնագրերում զարնում են աչքիդ, դա Աֆղանստանն է, դա Պակիստանն է, դու ինքնաբերաբար դա Իրանն է, նույնիսկ Իրանը ավելի նվազ չափով, քան Աֆղանստանը եւ Պակիստանը, դու արդեն հասկանում ես, թե որն է աշխարհակահաղական վեկտորի ամերիկյան գերակայությունը։ Սակայն ինձ թվում է արևմուտքի ներկայացվածությունը մենք միշտ ընկալել ենք իբրև բռնի միջամտություն։ Սակայն ես մի վերլուծություն եմ արել, որը կուզենամ ձեզ հետ կիսել։ Միշտ ասում եմ, որ արևմուտքը հաջողության չի հասել իր էքսպանսիայի մեջ եւ օրինակներ են բերում Աֆղանստանը եւ Պակիստանը, բայց կա մի շատ նուրբ դետալ։ Եթե արևմուտքը էքսպանսիա է ձեռնարկում մահմեդական երկրում, այո, նա հաջողության չի հասնում, որովհետև կա աշխարհակահաղական մոտեցումների, պատկերացումների հսկայական տարբերություն։ Բայց ամերիկյան մշակութային եւ քաղաքացիական էքսպանսիան քրիստոնեական երկրներում, որի օրինակ կարող են բերել Լեհաստանը, որի օրինակ կարող են բերել Վրաստանը, շատ հաջող է եւ այդ երկրների տնտեսությամբ եւ թերևս ամբողջ արևելյան այո, թերևս ես ուղղակի ավելի այսպես կարկառուն երկրներ նշեցի։ Մենք տեսնում ենք, որ արևմտյան շահերի ներկայացվածությունը նախ եւ առաջ դա այդ տվյալ երկրի հանրության եւ հասարակության կազմակերպումն է ըստ քաղաքակիրթ ստանդարտների։ Իսկ դա միշտ օգուտ է եւ պետությանը եւ հանրությանը։ Հաշվի առնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի այսպես պատմական գենետիկ կապվածությունը Ռուսաստանի հետ, այն վախը, որ մենք ունենք Թուրքիայի հնարավոր սպառնալիքի նկատմամբ եւ դրա հետևանքով մեր այսպես հետևողական ռուսամետությունը, կարծում եք, որ Հայաստանը ինչ որ պահի կարող է սկսել ավելի լայն նայել աշխարհին եւ աշխարհի համաշխարհային այն միտումներին զարգացման, որ այսօր որ քաղաքական ուժերը Հայաստանում այս 20 տարվա ընթացքում շատ բաներ են բաց թողել, նրանք բաց են թողել հանրությանը լուսավորելու, քաղաքականապես եւ հասարակայնորեն լուսավորելու։ Կարծում որ նրանք կաշկանդված են եղել ռուսական։ Գիտեք, կաշկանդված լինելը դա շատ հարաբերական բան է, որովհետեւ ուսուցումը եւ քաղաքական ռոպագանդան դրանք տարբեր բաներ են։ Եվ հանրությանը կրթելը եւ լուսավորելը եւ քաղաքական հակառուսական ռոպագանդա անել, որին ինքս ես անձնապես կտրականապես դեմ եմ, դրանք տարբեր բաներ են եւ արժեքների առավելությունները ներկայացնելը եւ պատմական որոշակի փաստեր լուսաբանելը, հայ քաղաքական որոշակի փաստեր լուսաբանելը, այսօր մեր քաղաքականությունը ինչի վրա է հիմնված եղել, որ մենք մի խեղճ ու կրակ երկիր ենք, որի վրա պատրաստ են հարձակվել բոլորը անխտիր եւ միայն Ռուսաստանի
այսպես բաստիոնը կարող է պահել Հայաստանը։ Մինչդեռ օրինակ մի էլեմենտար հակափաստար կարող եմ ասել այժմյան տեխնիկական սպառազինությունների պարագայում, երբ որ արդեն թրերի եւ նետերի ժամանակը անցել է, այո, բաղտաբար անցել է, ցանկացած էքսպանսիա, եթե նա գնում է որևէ երկրի վրա, մանավանդ Հայաստանի նման փոքր երկրի վրա, որը ունի հակատանկային եւ հակահարտիրային պաշտպանություն, տևելու ընդամենը 10 րոպե։ Եվ ինչ շատ հետաքրքիր է, ինչ պարագայում, այդ պարագայում կարող անել շատ ընկերաբար եւ շատ բարեկամաբար տրամադրված Ռուսաստանը։ Ուրեմն փաստորեն փոքր երկրների ամրությունը եւ կայունությունը ոչ թե նրանց ռազմական պատրաստվածության, այլ նրանց տնտեսական եւ հասարակական կազմակերպվածության մեջ է։ Եվ քաղաքական ուժերը ընդհանրապես դա պետք է ապահովեն եւ ընդհանրապես այդ գերակայության մասին պետք է խոսեն։ Խոսեն մանրամասն, խոսեն թե տնտեսական։ Գոնե Վրաստանի օրինակը մեզ համար պետք է ավելի այսպես հաստատի ձեր ասած։ Բարեբախտաբար եւ իհարկե մեծ հաշվով նրանց պաշտպանության մարդկանց համար, որովհետեւ երբ որ Վրաստանը խզեց կապեր Ռուսաստանի հետ, քաղաքական որոշակի շրջանակներում էյֆորիա էր, առայն որ Վրաստանը հիմա ուղղակի գետնի տակ կանցնի, հողի տակ կանցնի, կվերջանա, եւ այն որ արդեն հանրային լայն շրջանակներում սկսվել է քննարկվել պրիմիտիվ մակարդակի վրա Վրաստանի գործոնը, որ այդ տեսնում եք ինչեր են կատարվում Վրաստանում, դա արդեն իրոք ճիշտ առողջ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի համար շատ մեծ եւ մեծ հաշվով այդ պատերազմի հետևանքը Վրաստանի համար նաեւ դա եղավ եւ նաեւ Հայաստանի համար պետք է լինի, որ մենք այդպիսի պատերազմերի չենք կարող պատերազմական, ռազմական հարցերի, ուրեմն նույնիսկ երբ որ գերտերությունները գնում են զինվորական բախումների, նրանք դրա համար երկարաժամկետ պատրաստվում են գաղափարական եւ քաղաքական մոտիվացիաներ։ Փոքր երկրները, եթե անգամ նրանք 100% արդար են այդ զինված բախումներում, նրանք իզորու չեն անել այդ պրոպագանդիստական պատերազմը, լավագույն պրոպագանդան, քո սեփական քաղաքացու գոհ եւ երջանիկ կյանքն է քո երկրում եւ բոլորը դա պետք է վերջապես դա իրացնեն։ Շատ շնորհակալություն այս հանդիպման համար։ Ես վստահ եմ, որ ժամանակը մեզ սպասեցնել չի տա եւ առաջիկայում մենք հանդիպման այլ առիթներ կունենանք, ամփոփելու շատ կարեւոր զարգացումներ ընդդիմադիր դաշտում։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեթրակյանը։ Մնացեք բարով, կտեսնվենք։